Եղնիկի որդի Ժամխուխը, աբխազական հեքիաթ։ Սա եղել է շատ հին ժամանակներում։ Այդ ժամանակ աշխարհում ապրում էր մի ծեր որսորդ։ Մի անգամ նա իր ընկերների հետ գնում է որսի։ Որսորդները լեռնային կածաններով շատ են գնում թե քիչ, բավական առատ որս են անում։ Էլ վայրի այծ, էլ ջեյրան։ Վերադարձին, երբ նրանք անցնում են կանաչ դաշտով, հանկարծ տեսնում են դաշտի ծայրին արևի տակ տաքանում է մի եղնիկ իր ձագերի հետ։ Որսորդներն ուրախանում են և սկսում են զգույշ մոտենալ նրանց։ Առջևից գնում էր ծեր իշխանը։ Նա նայում է և ով զարմանք։ Տեսնում է եղնիկի ձագերի հետ, ոնց որ նրանց եղբայրը խաղում է մի մերկ մանուկ։ Որսորդները շատ են զարմանում և ուզում են մոտիկից տեսնել տղային։ Այդ ժամանակ ծեր որսորդը գոռում է. «Եղնիկների վրա չկրակեք, տղային կենդանի բռնեք, որ իմանանք, թե ով է նա»։ Նկատելով մարդկանց, եղնիկը ձագերի հետ նետի պես սլանում է դեպի անտառ։ Նրանց հետ փախչում է նաև տղան։ Նա արագավազ էր, բայց և այնպես եղնիկներից ետ է մնում, և որսորդներին հաջողվում է բռնել նրան։ Ծեր որսորդը երեխա չի ունենում, դրա համար էլ որոշում է տղային պահել իր մոտ։ Իսկ ինչպես էր այդ երեխան ընկել անտառ եղնիկների մոտ։ Ահա թե ինչպես։ Մի անգամ, երբ գյուղի վրա են հարձակվում թշնամիները, գյուղի բնակիչներից շատերը գերի են ընկնում, և նրանց հետ գերի է ընկնում նաև մի կին։ Ճանապարհին նա մի տղա է ունենում, բայց անխիղճ թշնամիները երեխային խլում են նրա ձեռքից և գցում անտառ։ Այնտեղ, ուր գցում են տղային, արածում էր եղնիկը իր ձագերով։ Եղնիկը մոտենում է տղային, հոտոտում է և իր կաթով կերակրում է նրան։ Դրանից հետո եղնիկը հաճախ է գալիս նրա մոտ և մինչև երեխայի քայլելը կաթ է տալիս նրան։ Տղան վարժվում է ձագերին և նրանց հետ միասին ամեն տեղ հետևում է իր փրկարարին և իրեն կերակրողին։ Ծեր որսորդը տղային ոտքից գլուխ հագցնում է և մարդկային լեզվով խոսել է սովորեցնում։ Անունն էլ դնում է Ջամխուխ, եղնիկի որդի։ Ջամխուխը մեծանում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Նա գեղեցիկ էր, համարձակ, խելացի։ Եղնիկի որդի Ջամխուղի փառքը շուտով տարածվում է ամեն տեղ, սարերով ու ձորերով մեկ։ Ծեր որսորդը հարազատ որդու նման սիրում էր Ջամխուղին, և նրանք ապրում էին սիրով, հաշտ ու համերաշխ։ Մի անգամ որսորդը հիվանդանում է։ Զգալով, որ մահը մոտ է, նա կանչում է Ջամխուղին և ասում. «Ջամխուղ, հասել է իմ վերջին ժամը։ Ողջ հարստությունս քեզ եմ թողնում։ Վերցրու նկուղների ու սնդուկների բանալիները և եղիր տան տերը։ Միայն մի սենյակ կա, այնտեղ չմտնես։ Եթե մտնես, մահդ կգտնես։ Այդ սենյակում է պահվում արևելքում ապրող 7 աժդահա եղբայրների քրոջ, լուսնի նման փայլուն գեղեցկուհու նկարը։ Այդ նկարը տեսնողը աշխարհում ամեն բան կմոռանա, իսկ նրան փնտրողը գլխիցը ձեռք պիտի քաշի։ Իմ 3 որդիներն էլ նրա համար դրին իրենց գլուխները»։ Այսպես է ասում ծեր որսորդն ու մեռնում։ Եվ Ջամխուղը դառնում է տան միակ տերը։ Բայց նա ամեն ինչի նկատմամբ անուշադիր էր և ոչ մի բան սրտովը չի լինում։ Մտածում է միայն այն սենյակի մասին, ուր պահված էր գեղեցկուհու նկարը։ Եթե այդ գեղեցկուհուն տեսնեմ, գուցե մեռնեմ, մտածում է Ջամխուղը, բայց եթե չտեսնեմ էլ, էլի օրերից մի օր կմեռնեմ։ Նա շատ երկար է մտածում, բայց էլ չի համբերում և բաց է անում արգելված սենյակը։ Այնտեղ Ջամխուղը տեսնում է 7 հսկա եղբայրների քրոջ նկարը։ Աղջկա գեղեցկությունն այնպես է ապշեցնում նրան, որ նրա շունչը կտրվում է, գլուխը պտտվում է։
Նա երդվում է ինչ գնով էլ լինի գտնել նրան։ Ջամխուղը հագնում է իր ամենաթանկարժեք հագուստները, կապում սուրն ու գնում։ Գնում է գնում, անցնում է սարերով, ձորերով, դաշտերով, գետերով և ուղղվում դեպի արևելք, ուր ապրում էր 7 աժդահա եղբայրների գեղեցկուհի քույրը։ Ջամխուղը շատ է գնում թե քիչ, հանկարծ արտում մի մարդ է տեսնում։ Այդ մարդն ագահորեն հողակոշտեր է կուլ տալիս։ «Քաղցած եմ, քաղցած, օ, ինչպես եմ ուտել ուզում»։ Ջամխուղը զարմանքով երկար նայում է նրան, հետո մոտենում է ու հարցնում. «Դու ով ես, ինչ մարդ ես, առաջին անգամ եմ այսպիսի շատակեր մարդ տեսնում»։ «Չեմ հասկանում, թե ինչու ես զարմանում», ասում է անծանոթը։ «Ես սովորական մարդ եմ, այ եթե դու երբևէ հանդիպես Ջամխուղին, եղնիկի որդուն, այն ժամանակ ավելի երկար կզարմանաս»։ «Եղնիկի որդի Ջամխուղը ես եմ», պատասխանում է պատանին, «բայց ես մի պտղունց հող էլ չեմ կարող կուլ տալ, իսկ դու մեծ հողակոշտեր ես ուտում։ Եթե իրոք դու Ջամխուղն ես, ես կլինեմ քո ընկերն ու ուղեկիցը», ասում է շատակերը։ Եվ նա մի գունդ հող էլ է կուլ տալիս ու Ջամխուղի հետ ճամփա ընկնում։ Շուտով նրանք հասնում են մի ջրվեժի և այնտեղ մի մարդ են տեսնում։ Այդ մարդը կանգնել էր ջրվեժի մոտ և բերանով որսում էր ջրի փրփրացող հոսանքը։ Խմում էր ու խմում, հետն էլ ասում էր. «Օ, որքան ծարավ եմ, որքան ծարավ եմ»։ «Վախենում ես ջուրը քեզ չբավարարի», ասում է Ջամխուղը։ «Դու ինչ արարած ես, ինչ մարդ ես, որ ուզում ես ամբողջ գետի ջուրը խմել»։ Ես սովորական մարդ եմ, ինչ կա զարմանալու, պատասխանում է ծարավ մարդը։ «Այ եթե դու մի անգամ տեսնեիր Ջամխուղին, եղնիկի որդուն, այն ժամանակ կզարմանայիր»։ «Ջամխուղը, եղնիկի որդին, ես եմ, բայց ես կես դույլ ջուր էլ չեմ կարող խմել»։ «Եթե դու իրոք Ջամխուղն ես, ապա ես կլինեմ քո հավատարիմ ընկերը», ասում է ծարավ մարդը։ Նրանք երեքով շարունակում են իրենց ճանապարհը։ Գնում են և ինչ են տեսնում։ Լեռան լանջին մի մարդ ոտքերին ջրաղացաքարեր կապած նապաստակների հոտ է արածացնում, և երբ նապաստակներից մեկնումեկը փախչում է, հովիվը մի ոստույնով հասնում է և բռնում նրան։ «Այ քեզ տարօրինակ մարդ», գոչում է Ջամխուղը, «ինչու ես ոտքերիդ այդպիսի ծանր քարեր կապել»։ Միթե սա ծանրություն է, ծիծաղում է անծանոթը։ «Առանց այս ջրաղացաքարերի ես այնպես կթեթևանամ, որ այլևս տեղում չեմ կարող կանգնել։ Ոտքերս իրենք ինձ կտանեն մինչև աշխարհի ծայրը։ Իսկ ո՞ւմ է պետք հոտից փախչող հովիվը»։ Ջամխուղը զարմանում է և ասում. «Մի զարմանա, ես սովորական, բայց արագավազ մարդ եմ։ Այ ասում են, որ աշխարհում մի մարդ կա, եղնիկի որդին, անունն էլ Ջամխուղ, եթե դու նրան տեսնես, այն ժամանակ ավելի կզարմանաս»։ «Ախր Ջամխուղը, եղնիկի որդին, ես եմ», ասում է պատանին, «միայն թե ես ոտքերիս այսպիսի ծանր քարեր կապած մի քայլ էլ չեմ կարող անել»։ «Եթե դու իրոք Ջամխուղն ես, այդ դեպքում ես քո հավատարիմ ընկերը կլինեմ», ասում է արագավազը։ Եվ նա էլ է միանում ճամփորդներին, բայց որպեսզի շատ առաջ չընկնի, ոտքերին մեկական ջրաղացաքար է կապում։ Նրանք շատ են գնում թե քիչ, ճանապարհին տեսնում են մի մարդ, որը կանգնած երկնքին է նայում։ «Այդ ի՞նչ ես որոնում այնտեղ», հարցնում է նրան Ջամխուղը։ «Միթե դու չտեսար, թե ինչպես արծիվը աղավնուն փախցրեց տարավ 7-րդ երկինք։ Ես նետահարեցի արծվին և հիմա սպասում եմ, թե նա երբ ցած կընկնի»։ Ջամխուղը մնում է զարմացած, իսկ նետաձիգն ասում է. «Զարմանալու ինչ կա, ես միայն սրատես եմ։ Երևում է դու ոչինչ չգիտես Ջամխուղի, եղնիկի որդու մասին, որ այսպես ապշեցիր»։ «Ախր Ջամխուղը, եղնիկի որդին, ես եմ», պատասխանում է պատանին,
բայց ես չեմ կարող հպարտանալ այդպիսի սրատեսությամբ և դիպուկ նետաձգությամբ։ Եթե դու ջամխուղն ես, այդ ժամանակ ես քո հավատարիմ ընկերը կլինեմ, ասում է սրատեսն ու միանում խմբին։ Հետո միասին շարունակում են իրենց ճանապարհը։ Անցնում են անտառներով, սարերով, դաշտերով ու գետերով։ Տեսնում են ճանապարհի վրա պառկած մի մարդու, որը ականջը դրել էր գետնին և ինչ-որ բան էր լսում։ Այդ ի՞նչ ես անում, հարցնում է նրան ջամխուղը։ Սպասիր, սպասիր, ձեռքը թափ տալով ասում է մարդը։ Ինձ խանգարում ես։ Գետնի տակ երկու մրջուն վիճում են, իսկ ես լսում եմ, թե ինչ են ասում։ Ուզում եմ իմանալ, թե նրանք ինչի մասին են վիճում։ Այս ինչ զարմանալի մարդ է, գոչում է ջամխուղը։ Մենք չենք կարող լսել, թե ինչի մասին են խոսում մարդիկ մեզնից մի քայլ հեռու, իսկ նա լսում է, թե ինչի մասին են վիճում մրջյունները գետնի տակ։ Այստեղ զարմանալու ինչ կա, ասում է անծանոթը։ Ես միայն լավ լսողություն ունեմ։ Զարմանքի արժանի մարդը ջամխուղն է, եղնիկի որդին։ Ջամխուղը ես եմ, բայց ես քեզ նման չեմ։ Եթե դու իրոք ջամխուղն ես, այդ դեպքում ես քո հավատարիմ ընկերը կլինեմ, ասում է լավ լսողը և չսպասելով, թե ինչով կվերջանա մրջյունների վեճը, ոտքի է թռչում ու միանում ջամխուղի մարդկանց։ Վեցով միասին շարունակում են գնալ։ Գնում և տեսնում են, որ ծառին նստած են աղավնիներ, իսկ մի մարդ նրանց մեջ անցուդարձ է անում։ Նա ճարպկորեն աղավնիներից աննկատելի մեկի փետուրը հանում է և հագցնում է մեկ ուրիշի։ Ջամխուղն ու ընկերները հիացած նայում են այդ վարպետին, իսկ երբ վարպետը նկատում է նրանց զարմանքը, ասում է. Եթե դուք զարմանում եք այսպիսի հասարակ խաղի վրա, ապա ինչ կասեք, եթե եղնիկի որդի ջամխուղին տեսնեք։ Ջամխուղը ես եմ, ասում է պատանին, բայց այդպիսի գործ ես երբեք չեմ կարող անել։ Եթե իրոք դու ջամխուղն ես, այդ ժամանակ ես կլինեմ քո հավատարիմ ընկերը, ասում է վարպետը։ 7-ով միասին նրանք առաջ են գնում։ Տեսնում են դիմացից մի մարդ է գալիս։ Այդ մարդը մի ամբողջ տուն գլխին դրած քայլում է։ Նա տեսնելով իր արածից ապուշ կտրած ճամփորդներին ասում է. Ինչ եք բերաններդ բաց արել, հրաշք հո չի։ Այ եթե դուք տեսնեիք ջամխուղին, եղնիկի որդուն, այն ժամանակ զարմանալու բան կունենայիք։ Ջամխուղը ես եմ, բայց ես ոչ թե տուն, այլ հավաբույն էլ չեմ կարող դնել գլխիս, ասում է պատանին։ Եթե իրոք դու ջամխուղն ես, այդ դեպքում ես քո հավատարիմ ընկերն եմ, ասում է ուժեղ մարդը։ Ու նրանք բոլորը միասին գնում են դեպի արևելք, այնտեղ, ուր ապրում էր 7 հսկաների աննման քույրը։ Շատ են գնում, թե քիչ, վերջապես հասնում են ամրոցին։ Ջամխուղն ու ընկերները դարպասից ներս են մտնում և տեսնում, որ պարսպի սուր ատամներին մարդկային գանգեր են խրված։ Իսկ այդ օրը 7 հսկաներն էլ ամրոցում էին։ Նրանց հետ էր նաև իրենց միակ գեղեցկուհի քույրը։ Հենց որ ջամխուղը տեսնում է աղջկան, էլ աչքը նրա սիրուն երեսից չի կարողանում կտրել։ Այնքան գեղեցիկ է լինում նա։ Ավագ հսկան մոտենում է հյուրերին ու ասում. Բարով եք եկել թանկագին հյուրեր, ով եք, որտեղից եք գալիս և ուր եք գնում։ Ջամխուղը գլուխ է տալիս ու ասում. Ողջույն ձեզ, ես ջամխուղն եմ, եղնիկի որդին, իսկ սրանք ընկերներս են։ Եկել եմ ձեր քրոջ ձեռքը խնդրելու, ինչ կասեք։ Հսկաները ծիծաղում են ու պատասխանում. Մենք չենք կարող մեր միակ քրոջը պատահական մարդու տալ։ Ցույց տուր ուժդ ու ճարպկությունդ, և աղջիկը քոնը կլինի։ Եթե չէ, գլուխդ կկտրեմ։ Եվ ցույց են տալիս պատի վրայի միակ դատարկ ատամը։ Լավ, համաձայնում է ջամխուղը, թող ձեր ասածը լինի, ես ցույց կտամ հունարս ու ճարպկությունս։ Այդ ժամանակ ավագ հսկան ասում է. Տեսնում ես բակում ընկած այն քարը,
Եթե սրովդ ճեղքես, մեր քրոջը կտանք քեզ։ Գեղեցկուհին լսելով եղբոր խոսքերը ափսոսում է Ջամխուղին։ Եթե պատանին իմ գլխից մի մազ ունենա եւ քարը ճեղքելուց առաջ թրի բերանը նրանով սրի, քարը կճեղքի, շշնջում է նա։ Թեև նա հազիվ է փսփսում, բայց լավ լսողը որսում է նրա բառերը եւ իսկույն հայտնում աղավնու փետուրներ հանող վարպետին։ Նա էլ աննկատելիորեն աղջկա ծամերից մի մազ է քաշում եւ տալով Ջամխուղին շշնջում է. «Թուրդ այս մազով սրիր»։ Ջամխուղը թուրը հանում է, սրում ու տեղն ու տեղը մի հարվածով քարը 2 կտոր է անում։ Հսկաները շփոթվում են եւ չեն իմանում, թե ինչ անեն։ Վերջապես ավագ եղբայրն ասում է. «Տեսնում եմ, որ իսկապես քաջ ես, բայց չգիտեմ, թե մյուս եղբայրներս ինչ կասեն»։ Այստեղ հսկաներից մեկն ասում է. «Իսկ կարող է Ջամխուղը մեզ արժանի սեղանակից լինել, կարող է ուտել ու խմել այնքան, որքան մենք»։ Հսկաները 12 եզ ու ոչխար են մորթում եւ զանազան կերակուրներ պատրաստում։ Ջամխուղը նրանց ասում է. «Սովորաբար ես սկզբում հյուրասիրում եմ ընկերներիս, որից հետո ինքս եմ ուտում, հիմա էլ այդպես կանենք»։ Հսկաները չեն առարկում, համաձայնվում են։ Այդ ժամանակ շատակերը նստում է եւ ուտում բոլոր ճաշերը։ Նոր է միայն ախորժակս բացվում, բայց էլ ուտելու բան չի մնացել։ Ուրիշ բան չունեք, դե բերեք, մեջտեղ բերեք։ Հսկաները միայն ձեռքներն են թափահարում։ Լավ, ասում են, լավ, մենք պարտված ենք։ Հետո մի մեծ տակառ գինի են գլորում եւ Ջամխուղին ասում. «Այժմ տեսնենք ինչքան կխմես»։ Բայց այստեղ էլ տակառին է մոտենում անհակ ծարավը եւ մի շնչով տակառը դատարկելուց հետո ասում է. «Գինին լավն էր, բայց ափսոս շատ քիչ էր»։ Հսկաները մտածում եւ որոշում են այս քաջի հետ մրցել չի լինի։ Եկեք փորձենք նրա ընկերներին, գուցե մեկնումեկին կարողանանք խաբել։ Հսկաները Ջամխուղին ասում են. «Ընտրիր ընկերներիցդ մեկնումեկին, որը մեր ուզած մարդու հետ մրցի, թող նրանք վազելով հասնեն ծովը, եթե ընկերդ մեր մարդուց շուտ վերադարձավ, մեր քույրը քեզ հալալ լինի, առ ու վայելիր»։ Ինչ կա որ, շատ լավ, համաձայնում է Ջամխուղը եւ ասում է Արագավազին. «Դե աղբերս, ցույց տուր քեզ»։ Հսկաները կանչում են իրենց Արագավազին, որը մի պառավ կախարդ կին էր։ Կախարդը տեսնելով Արագավազին, չգիտես ինչու գոգնոցի տակ մի պարկ կորեկ ու մի հավ է թաքցնում։ Արագավազը տեսնելով իր մրցակցին ծիծաղում է, ու երբ սկսում է վազել, մի ակնթարթում հայտնվում է ծովի մոտ։ Պառավը նույնպես ժամանակին է հասնում, բայց հասկանում է, որ իր ուժից վեր է այդ ջահելի հետ մրցելը, եւ ասում է նրան. «Նրանք այնտեղ իրար հետ վիճում են, իսկ մենք ինչի իզուր մեզ տանջենք, արի որդի, արի նստենք ու հանգստանանք»։ Արագավազը չհասկանալով պառավի մտադրությունը, պառկում է ծովափին հանգստանալու, իսկ կախարդը սկսում է նրա մազերը սանրել։ Քիչ անց Արագավազը թմրում է ու քնում։ Այդ ժամանակ պառավը նրա մազերի մեջ կորեկ է լցնում եւ հավին բաց է թողնում, իսկ ինքը ետ է սլանում։ Երբ հավը կծում է կորեկը, քնածին թվում է, թե պառավն է նրա մազերը սանրում։ Ջամխուղն ու ընկերները սպասում են, թե ուրվոր է իրենց ընկերը ետ կգա, բայց նրա փոխարեն հեռվում երևում է պառավը։ Այդ ժամանակ լավ լսողը ականջը դնում է գետնին ու ասում. «Ես մեր ընկերոջ քայլերի ձայնը չեմ լսում, նա քնած է, ես նրա խռմփոցն եմ լսում»։ Սրատեսը իսկույն վերցնում է նետը, նշան բռնում եւ խփում Արագավազի աջ ոտքին կապած ջրաղացաքարի կտորին, եւ քարից մի կտոր ջարդվում է։ «Օխ»,
ճչում է արագավազն ու վայրկենապես արթնանում։ Նա վեր է թռչում տեղից ու արագությամբ սլանալով մի ակնթարթում հայտնվում ամրոցի սանդուղքին, իսկ պառավը նոր հասնում էր դարպասին։ Այստեղ հսկաները մտածում են ջամխուղի գլխին մի նոր ու վերջին խաղը խաղալ։ Ամրոցի բակում մի բարձր սյուն կար, այնքան բարձր, որ նրա ծայրին նայողը գլխարկը գլխից ցած կգցեր։ Ամանով եռացող ջուրը դիր գլխիդ, բարձրացիր սյան ծայրն ու իջիր։ Եթե իջնես առանց մի կաթիլ ջուր թափելու, մեր քրոջը կտանք քեզ։ Եթե չկատարես, գլուխդ կտաս, ասում են հսկաները ջամխուղին։ Ջամխուղը ամանը դնում է գլխին ու բարձրանում մինչև սյան կատարը։ Հանկարծ նայում է շուրջը ու տեսնում, որ գայլերը հոշոտում են իրեն սնող մորը, եղնիկին։ Ջամխուղը չկարողանալով իրեն զսպել, արտասվում է։ Այտերի վրայով արցունքները գլորվում են ու ընկնում գետնին։ Հսկաները տեսնելով վճիտ կաթիլները, կարծում են, որ ջամխուղն ամանից ջուր է թափել և ուրախությունից սկսում են ծիծաղել։ Ջամխուղը իջնում է և հսկաներին ասում. «Անտեղի եք ուրախանում, այդ ջուր չէր, այլ իմ արցունքները»։ Հսկաները իհարկե նրան չեն հավատում։ «Ինչ արցունքներ», գոռում են նրան, «դա ամանի ջուրն էր»։ Ջամխուղն առանց վիճելու երկրորդ անգամ է բարձրանում ամանով ջուրը գլխին դրած, հասնում է սյան գագաթին և իջնում առանց մի կաթիլ թափելու։ Այստեղ հսկաները համոզվում են, որ ոչինչ չեն կարող անել և սկսում են մտածել, թե ինչպես վերջ տան ջամխուղի կյանքին։ Եթե մենք ջամխուղին ու նրա ընկերներին չթունավորենք, այդ դեպքում մեր քրոջը պետք է տանք նրան։ Հսկաները զանազան ուտելիքներ են պատրաստում, ջամխուղի և նրա ընկերների ափսեների մեջ թույն են լցնում։ Բայց լավ լսողը ականջ է դնում և նենք հսկաների ասածները պատմում է փետուրներ քաշող վարպետին։ Սա մի ակնթարթում ափսեները այնպես է դասավորում, որ հակառակն է ստացվում։ Թունավորված ափսեները ընկնում են հսկաներին, իսկ մաքուրները ջամխուղին ու նրա ընկերներին։ Հսկաները իրենք իրենց ձեռքով թունավորված ճաշերն ուտելուց հետո մեռնում են, որով և վերջանում է նրանց փուչ կյանքը։ Երբ ջամխուղն ուզում է ամրոցից հանել գեղեցկուհուն ու տանել, այստեղ ուժեղ մարդը վազում է և ամրոցը գլխին դնելով ասում. «Ինչու միայն աղջկան տանել, ավելի լավ է ամրոցն էլ հետը տանենք։ Նա այնտեղ ծնվել է, մեծացել, էդտեղ էլ կապրի»։ Եվ բոլորը միասին ճանապարհ են ընկնում դեպի ջամխուղի բնակավայրը։ Հսկաների ամրոցն այնտեղ հաստատելուց հետո ուրախ հարսանիք են անում։ Բոլորն էլ ինչքան ցանկանում ուտում խմում են, նույնիսկ շատակերն ու ծարավ մարդը ուտում են խմում ինչքան սիրտերն ուզում է։ Բոլորն էլ եղնիկի որդի ջամխուղի հաջողության համար շատ են ուրախանում։